Պարոն գնդապետ, խնդրում եմ բոլորին փոխանցել, որ այս դիրքում իմ տղեկին այս դիրքը արտողինները Երբ գիշերն է իջնում սահմանին Նռնակը աջ ձեռքում, օղակը ձախում։ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի կյանքի վերջին վայրկյաններն է արձանացել քանդակագործը։ Բրոնզազույլ արձանը Աբաջյանի անվան թիվ 147 դպրոցի բակում է։ Այն դպրոցի, որտեղ սովորել է Ռոբերտը։ Արձանը ես որ տեսել եմ, մենակ գլուխն էր սարկած։ Ես որ կանգնեցի պատուանի դեմը, այդ վարքյան մաման զանգեց, ասեց ուր ես, ասի կայաժի դեմը կայնացեմ։ Այդքան նման էր։ Այս տարի կդառնար 30 տարեկան։ 20 տարեկանում կյանքը զոհեց Արցախյան քառօրյա պատերազմի ժամանակ։ Ապրիլի 2-ին։ Մարտակերտի ուղությամբ տեղակայված 116 դիրքում շրջափակումից դուրս գալու ուրիշ տարբերակ չկար։ Մինչև վերջին փամփուշտը կրված Ռոբերտը հետը տարավ թշնամիներին, փրկելով ընկերների կյանքը։ Դա հերոսություն է։ Սխրանք էր իր կայլը ու ռազմահայրենական ոգին բարձրացնում էր ամբողջ ազգի։ Տենց բան, տենց մարդու ոչ մեկը չի կարա մոռանալ։ Դա մեր սրտերում, մեր հոգում է։ Ինքը միշտ պետք է ապրի։ Ինչպես կարող էին Ռոբերտի արյան գնով պահած դիրքը տարիներ հետո հանձնել թշնամուն։ Մարտական ընկերների խոսքով անգամ 44-օրյա պատերազմի ժամանակ ոչ մի գնդակ չի դիպել այդ դիրքում տեղադրված Աբաջյանի հուշաքարին։ Անգամ 44-օրյա պատերազմի ժամանակ մեծ զինվորներ ունեին ծանոթ, այդ դիրքում են եղել, այդ տեղադրած քարին մի հատ ասկոլ կա թուրքի կողմից էլ չի կպել։ Շատ լավ են ճանաչում։ Մենակ իրան չի, 4-ին էլ լավ են ճանաչում։ Քյարամին էլ են լավ ճանաչում, Անդրանիկին էլ են լավ ճանաչում, Ուշանյանին էլ են լավ ճանաչում։ Քանդակագործ Արտուշ Պետրոսյանը սովորաբար 1 ամսում է քանդակում այսպիսի գործերը, բայց Աբաջյանի բրոնզազույլ արձանի վրա 3 ամիս աշխատել է։ Ես փորձել եմ այդ սիմվոլիկան, որը թե իր նռնակի մեջ էր, թե իր ռացիայի մեջ էր, որով ինքը կապ է հաստատել։ Ու այդ կալցոն, որը քաշել է, որ արդեն պետք է ինքը իր հետ տանի թշնամուն։ Բացառիկ քաջության ու արիության համար 2016 թվականի մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով Աբաջյանը հետմահու պարգևատրվել է Արցախի հերոս բարձրագույն կոչմամբ ու ոսկե արծիվ շքանշանով։ Առանց նման մարդկանց, առանց նման մտածելակերպի, որովհետև Ռոբերտ Աբաջյանը եւ նման տղաները դրանք պարզապես ֆիզիկական դա մարմին չի, դա մտածելակերպ է, դա հոգի է։ Որ պահենք հացը հոգևոր։ Մենք հայրենիք ենք Պարտք մոնումենտի կյաժին, ասում են նույն դպրոցում սովորող տղաները, որոնք նոր